Խնդիրը ինչից է առաջացել, մի փոքր խնդրեմ մանրամասնեք եւ ինչ են պատճառաբանում։ Դե ոչ մի պատճառաբանում չունենք, հենց այդ է որ խնդիրը մենք չենք հասկանում ինչ կողմից է։ Տարանցիկ երկրով անցնելուց մեքենաները սահմանի վրա ձերբակալում են, կոպիտ ասած, եւ փորձաքննության են ուղարկում ու արդեն 40 օր շարունակ։ Որ իրավունքներ Դուք չունեն։ ինչ-որ միտում տեսնում եք այստեղ։ Դե հենց այդ է, մենք չունենք ոչ մի պատասխան կամ ինչ որ ոչ մի ինչի համար է արվում, ինչ օրենքով է արվում, ում հրամանով է արվում, դրա համար ենք ստեղ, որ հասկանանք ու պատճառները հասկանանք ինչով է Կոնկրետ կապ։ որ հատվածում, այսինքն մուտք են գործում Վրաստանի տարածք, Վրաստանի սահմանից, ոչ, հենց Հայաստանից Վրաստան անցնելուց անմիջապես հետո մեքենաները կանգնեցվում են, միանգամից հենց սահմանում կանգնեցնում են։ Այս պահին քանի ձեր գործանից, քանի ավտոմեքենա 15-ից ավել մեքենա ունենք այս պահին կանգնած։ Եվ ինչ վնասների մասին է։ Դե շատ մեծ վնասների, աշխատանքի պատվիրատուների կորցնելու վտանգն է ամենամեծը մեր մոտ, որովհետև Ռուսաստանում եւ Բելարուսիայում բոլորը պայմանագրերով է մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարենք։ Ու շատ ապրանք էլ ունենք լցրած, որովհետև արդեն ռիսկ չենք անում ուղարկենք։ Ու ժամկետների ուշացման խնդիր, շուկայից դուրս գալու խնդիր, ինչպես նաև մեծ տուգանքների խնդիր։ Իսկ դուք տեղեկություն ունեք, որպես կառույցի ներկայացուցիչ, հա, պաշտոն զբաղեցնող անձ, միայն ձեր եւ մի քանի գործարաններին է վերաբերում այս խնդիրը, թե համատարած Հայաստանից բոլոր, բայց հիմնական մասին վերաբերվում է։ այսինքն կան այնուամենայնիվ ապրանքանիշեր, որոնք դուրս են գալիս։